Բարևձեզ CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքական վերլուծաբան, Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Նալբանդի հետ, բարևձեզ պարոն Նալբանդ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, պարոն Նալբանդ, զրուցելու ենք Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, ընդհանրապես այդ տարածաշրջանից, պարոն Նալբանդ, գիտենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել էր Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպում տեղ ունեցավ արքայազն Բեն Սալմանի հետ, նաև Սիրիայի նախագահի եւ նրանց տեսակապով միացել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Չնայած մանրամասներ չկան, թե ինչի մասին են զրուցել, բայց մոտավորապես արդեն պարզ է, թե ինչ շրջանակներում պետք է տեղի ունենա այդ զրույցը, հաշվի առնելով նաև Իսրայելի վարչապետի հայտարարությունները, նրա չմասնակցելը եւ այս հարաբերությունները։ Ինչ է տեղի ունենում, պարոն Նալբանդ։ Նախ բարևձեզ, հիրավի ես կարելի է երկու օր անվանեմ պատմական, իսկապես պատմական է երկու առումով, ես հիմա գսեմ, տեսեք, վերջին անգամ Սիրիայի նախագահը դիկտատոր Հաֆեզ Ասադը հանդիպեցավ Բիլ Քլինթոնի հետ 1993 թվականին Ժնևի մեջ եւ այդ ժամանակին իվեր հանդիպում տեղի ունեցավ Սիրիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու այս մագարտակով նախագահներու իսկ երկրորդը որ բաժամիջոցներ Ամերիկան վերցուց 2003 հայտարարեց Թրամփը հայտարարեց որ ակտերի տալով Էրդողանի եւ Սաուդյան Արաբիայի արքայազնի խնդրանքները ինքնարժեք խնդրանքները այդ շատ բանը հիմա մանրամասնենք բայց նշել է որ Թուրքիայի նախագահի եւ հաստատ այո Թուրքիան շահագրգռած գոմերը մենք խոսինքի մասին պատկերացրեք 1979-ին իվեր Սիրիայի վրա սանկցիաներ կդարվին իսկ վերջին 2016-ին գասերի բաժամիջոցներ անվանդակ շատ ծանր բաժամիջոցների ընտրվեցավ Սիրիան դեսեք հիմա եթե նայենք մենք ամերիկյան բաժամիջոցներու պատմությունը քրոնիկան այդքան բարդ է որ մենք չմոռանանք 1969-ի վեր Կուբան բաժամիջոցներու դակ է Հյուսային Կորեան Իրան 79 թվականին Զիմբաբվեը Հյուսային Կիպրոսը Այսինքն ամերիկյան բաժամիջոցներն դուրս գալը շատ բարդ բան է, բայց ինչպես որ դուք նշեցիք նախագահ Թրամփը երեք խոսքի մեջ է մինչև Բարսի ծոց դուք մենք հայերենով Բարսի ծոց կսենք, բայց այդքան ռեալ Termin չէ Բարսի ծոցը Բարսկաստան այդ ծոցի մեկ երկիր է դեռ 6 երկիր գարապական որ արաբներ արաբական տերմինոլոգիա մեջ կօգտագործեն արաբական ծոց իսկ թուրքերը ընդհանրապես Բասրայի ծոց կօգտագործեն այդպիսի հետաքրքիր բան կա այդ ծոցի մասին ինչպես որ հիմա Թրամփը վերանվանել է ծոցի անունը իսկ իրանները արձագանքել էր որ դա չի փոխի աշխարհը Իրանը բայց հիմա Google-ով Բարսի ծոց է բայց ռեալ 6 արաբական երկիր կան դեռ արաբական ծոց կանվանեն իսկ թուրքերը Բասրայի ծոց կանվանեն Բասրան տեղն է որ Եփրատ եւ Դիկրիս իրար գմյանան հյուսահարավային քաղաք է Իրաքի մեջ։ Մեր խնդրեմը աշխարհակություն չէ հիմա։ Այո։ Տեսեք հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները անշուշտ ընտարաչելով Թակաժանանք Մոհամեդ բն Սալմանի, որը իսկապես Սուրիա ժողովրդը անչափ շնորհակալ է իր նվիրական այդ բահին դե Թուրքիան մեկնած իր շահերեն Թուրքիայի համար թուր է Սուրիան դեպի Աֆրիկա բացող դեպի Ասիա բացող թուրքական ապրանքներ պիտի վաճառվին բայց հիմնական գիտեք հարցը ինչ է արդահոսքեր կան որ մինչև մենք չմոռանանք որ քանի մի շաբաթ առաջ ամերիկյան կոնգրեսմեններ երկու հանդիպած էին Սուրիայի նախագահի Դամասկոսի մեջ վերջը իրենց տպավորությունները կացին Ամերիկայի կոնգրեսի արտաքին հարաբերություններու հանձնաժողովին փոխանցեցին վերջը սուրիական լոբին հանդիպում ունեցավ արտաքին հանձնաժողովի նախագահի հետ հետո նախագահ Մակրոն նախագահ Շարային հրավիրեց Փարիզ այսինքն ոտնացայինները մենք գլսեինք այս մեկին բայց երեք իսկապես մեծ իրաթարցություն Ինչ է փոխվում Նալբանդ Ինչ է փոխվում Սիրիայի շուրջ եւ տարածաշրջանում Ես ասեմ ցեզի հիմա արդահոսքեր կան որ սիրիական եւ իսրայելյան Իսրայելը միշտ ներկա է հարակույր յետև այդ մեկը ասենք հանդիպումներ տեղի ունեցած են Թել Ավիվի մեջ Պաշտպանության նախարարության մեջ Թել Ավիվի վերջը նույն բادرագություն եկած է Դամասկոս անշուշտ բոլորը քախնի իսկ նախագահ Շարադ չմոռանանք մենք Փարիզի մեջ հայտարարեց որ անուղղակիորեն է բայց տեսեք Իսրայելը ինչքան ալ իմա ցույցեր կան Նետանյահուի դեմ իր գնոջ դեմ իր զավգի դեմ բայց Իսրայելը կմնա շատ ժողովրդավար երկիր
Իսրայելի մեջ գաղտնիք չի մնար, դեցեք Հаарեցը, նշանավոր տերտեր են, Երուսալեմ Պոստը, Եդենոտ Ահրանոտը արդեն հայտարարեցին, որ հանդիպումներ տեղի ունեցած են երկու մագարտակ գոբարանց միջնորդի։ Ու միջև Իսրայելի եւ Սիրիայի ներկայացուցիչների միջև ապահովության մարմիններու եւ մարմնամասներ չեն ասել։ Այս ուժային կառույցների միջև։ Ավելի ապահովական մարմիններու միջև մենք այդպես անվանենք, այդպես անվանենք, Մոսադի եւ Սիրիական Հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Այո, հողը կբادرաստեն, մենք չմոռանանք, այո, հիմա դեսեմ ցեզի։ Նախագահ Տրամպի անցյալ շրջանին մենք չմոռանանք Աբրահամյան պայմանագրերը գային։ Աբրահամյան պայմանագրերում միացան 4 արաբական երկիր՝ Մորոկոն, Սուդանը, Բահրեյնը եւ Էմիրատը։ Հիմա ծրագիր կա, որ Սիրիան եւ Լիբանանը միանան, թողը կբادرաստվի եւ ամենազարրագշիլ երկիրը դարաշրջանի մեջ Սաուդի Արաբիան է։ Դակավին Սաուդի Արաբիան կմտնե երկու երկրի լուծումը Պաղեստինի մեջ։ Հիմնական նախապայմանը Սաուդի Արաբիայի, որ 67-ի սահմաններով ջանցվի Պաղեստին երկիրը թեգուզ, ասենք Ղազայի շրջանը առանց Համեսի, Համեսը իսկապես իրանյան խնդրեմ է, Իրանի ստեղծած խնդրեմն է դարաշրջանի մեջ, որը գարձեք թե իր վերջին շունչերը հոգեվար կգաբրի եւ այդ մեկ որ գվերջանա դարաշրջանը նորմալացման երթասահմանները կբացին, արևդուրը կսկսի Քիչ առաջ Ֆրանս պրես հայտարարեց Իսրայել-Սիրիա հարաբերությունները ինչպիսին են, պարոն։ Հիմա հարաբերություն չկա 74-73 թվականի վերջին Չէ, հիմա որ ձևավորվում է, դուք նշեցիք հանդիպումներ տեղի ունենում։ Ինչ է տեղի ունենում այնտեղ։ Հիմա Սուրիան գսե որ Իսրայելին հիմնական մտավախությունը Դամասկոսեն դեպի հարավ բուֆերային զոնը ստեղծվի եւ բոլոր այդ օդար ուժերը որ սուրիական հեղափոխությունը կդարեցի, մեկը դուրս կան Սուրիայեն կամ եթե պիտի մնան Սուրիայի մեջ պաշտոնական հատկապես ուժային գարույցներու մեջ իրենց կորձը չգադարեն Շատերը եկած են Սուրիա ամուսնացած են սուրիացիներով հետ սուրիական քաղաքացիություն բիտրվի ներքին կորձը բայց Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու պայմանների նախապայմանների մեկը որ օդար բաները անօրինական զինված խմբավորումներ չլինեն Անօրինական չկա արդեն հիմա այս որ նախագահ Տրամփ հանդիպեցավ նախագահ Շարայի հետ արդեն հիմնական մեծ ուժը որ Սուրիայի մեջ իսկական ուժը 60-70 քուրդական բանն է ուժերն են հիմա Ֆրանփակ մեսեջ գա տեղն Ամերիկային որ քուրդերուն արդեն ապրիլ ամսում մենք չմոռանանք Սուրիա նախագահ Շարայի եւ քուրդական ուժերու ներկայացուցիչ ղեկավարը Մախզում Աբդին ստորագրեցին համաձայնություն Դամասկոսի մեջ որը մինչեւ նոր տարի պիտի գիրառվի արդեն քայլ արկալ գիրառվի մեկը ահակին նավթահորեր սուրիական գարոջան հասնեցին ճրամփարներ գային էլեկտրոէներգիայի քուրդերը գահանցեն այսինքն process-ը հանդիպման կգարձեն որ պիտի արակացնե խոսքը 60000 կանոնավոր բանակի մասին է արդեն որոշ չոգատներ խմբավորումներ անցած են սուրիական բանակի թրոշակի դակ գմնա հարցը հիմա հարավային մասի մեջ դուրզիներու հետ էլ հարցը հիմա դուրզիներն արգամաս կամաց գարձեք թե ընդհանուր հայտարարի գուքան դարաձաշրջանը շատ մեծ տեկտոնիկ դեղաշարժեր դեղի դեպի խաղաղություն 100%-ով որովհետև քիչ առաջ Ֆրանս պրես հայտարարեց որ 173 միլիարդ ակտիվներ սուրիական որ սարեցված են նայեցեք ինչ մեծ TV մասին է արդեն շուտով որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բաժամիջոցներ կվերացնե արդեն հիմա Սուրիան եվրոպական SEPA համագարկը գա տրանսֆերներու արդեն այդ Եվրոմիությունը մեկը վերացել է բայց խնդրեմը SNAP համագարկն է որ SWIFT համագարկն է որ ամերիկան բլոկած էր SWIFT համագարկը եւ SWIFT համագարկը գակտիվանա այսինքն SWIFT համագարկը մեկն է որ կոդերով Տրամի տրանսֆերներ կդարվին 200 միլիարդ դոլար արդեն ծոցի երկրները պատրաստ են ներդնեն հակին ամերիկյան ընկերություններ կան որ պիտի կան Սուրիա մեջ ներդնում ունեն մենք չմոռանանք որ վերջերս հանդիպում տեղի ունեցա շատ կարևոր Սուրիա Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա եւ Լիբանան։ Գիտեք, արևելյան ծովեզերքը միջերկրականի արևելյան մասերը աշխարհի ամենամեծ ռեզերվուարները մեկ ունին գազի։ Հիմա մեծ առաջարկ կա որ ամերիկյան ընկերությունները ներդնում ունեն, բայց ուշադրություն Վովաջան, մենք շատ մայրատրենք Սուրիայի իշխանությունները որ թուրքամետ են, ոչ Սուրիայի իշխանությունները գամած արդեն թուրքական ճնշման դագեն դուրս կգան առաջին փաստը այս հանդիպումներն էր որ տեղի ունեցան երկրորդը որ մենք չմոռանանք որ սուրիական բաները օտագայանները Համայի, Դամասկոսի եւ Թեդմորի ռմբագոզվեցան ես կգարձեմ այդտեղ համատրություն է սուրիական եւ իսրայելյան որով
թուրքական բանակը գուզեր ատե դեղավորվեր Սուրիայի սրդի մեջ եւ հիմա գսեմ ինչու որով բոլոր խողովակները աբակային գազի նավթի ատերն աստելու են գարձեք թե Սուրիան թուրքական աստեյության կոդի մինչեւ Հալեբ սահմանափակեց այսինքն Հալեբ սելով մենք 40 կիլոմետր Հալեբեն դեպի թուրքական սահման Հալեբեն ներքև բացարձակապես արկիվայ թուրքական բանակիչն է որով Իսրայելի նախապայմանները մեկն այդ է որ Թուրքիան պիտի վերը սեղմվի ակնհայտ է որ Սիրիայում կա իսրայելա-թուրքական հակամարտություն եւ տեսնում ենք որ Միացյալ Նահանգների նախագահի այցի ընթացքում Սաուդյան Արաբիա կնքվում են պայմանագրեր սաուդների հետ 600 միլիարդ դոլարի, որից 140 միլիարդը ռազմատեխնիկական ոլորտին են վերաբերում եւ սա առաջացնում է նաեւ Իսրայելի վրթովմունքը, որովհետեւ օրինակ Նեթանյահուն հայտարարում է, որ գուցե անհրաժեշտություն լինի հրաժարվել ամերիկյան անվտանգային աջակցությունից, սա իհարկե ծայրահեղական այդպիսի լեքսիկոն է կիրառվում, բայց փորձում է ցույց տալ իրավիճակը կետնի վրա նկատի ունեմ Միացյալ Նահանգները լինելով Իսրայելի դաշնակից այնուամենայնիվ Իսրայելի եթե ոչ ճշտամիների, ապա մրցակիցների հետ շատ լավ հարաբերությունների ձևավորում, ռազմատեխնիկական պայմանագրեր է ստորագրում, Թուրքիային է առաջ մղում Սիրիայի հետ հարցում, այսինքն դարձնում է դերակատար Թուրքիային, հիմա այստեղ ինչ է կատարվում։ Տեսեք, հարցը Թուրքիային տվեց ռեգիոնում կամ Սիրիայում տեղապահի կարգավիճակը։ Ամերիկան ինքը արդեն վերադարձավ։ Ամերիկան 2016-ին դուրս եկավ դեր Սիրիային, Ռուսաստանին հասավ դեր Սուրիան, բայց հիմա բոլոր ամերիկյան տնտեսությունը իր լրիվ ուժով կվերադառնա դեպի Սիրիա, որովհետև չմոռնանք Սիրիայի մեջ այդպիսի հարուստ սիլիկոն կա, որ անաբադը բոլոր սիլիկոն է, մենք չմոռնանք աբական գիտության տեխնոլոգիաներ ու արհեստական բանականության սիլիկոնն է, եւ մենք չմոռնանք ամերիկան սիլիկոն վալի ունի։ Իսկ գալով Իսրայելի հարցերում նայեցեք, լուրջ իսկապես փախում կա ոչ թե Իսրայելի եւ Ամերիկայի մեջ, անհատական մագարտակի վրա Նեթանյահուի եւ Թրամփի միջեւ։ Դեցեք Այս Թրամփը համարվում էր պրո-իսրայելամետ նորեն պրո-իսրայելյան է, բան չէ փոխված, հարցը դեսեք Ղազեի հարցն է, որ Թրամփին չի լսել Նեթանյահուն եւ դա գավին նշանակեց ցեղասպանությունը Ղազեի մեջ եւ անոր անդրադարձը մենք տեսանք առանց Իսրայելի հետ համատրելու նախագահ Թրամփը զինադադար հայտարարեց Յեմենի մեջ առանց համատրելու ուղղակի հուսիներու հետ պայմանավորվեցան եւ զինադադար հայտարարվեցավ, որ մենք պիտի ամերիկյան նավերը շահին Գարմիր ծովը ապահով պիտի անցնին նավերը, որով գրմպագոզային ատեղ նավերը։ Իսկ Նեթանյահուն գործը ինչքան գործը ցկցկել որ ինքը իշխանության վրա մնա դեսեք Նեթանյահը մեկ տարվա մեջ մենք չմոռնանք 4 անգամ ընդդրություններ դեղի ունեցան չի գարցավ գայուն կառավարություն գազմել հիմա այդ կառավարության մեջ շատ վտանգավոր դարեր կան իր կոալիցիայի մեջ օրինակ Շասը գա Սմոտրիչ օրինակ ֆինանսներու նախարարը որ ծայրահեղ ռադիկալ է օրինակ Բենհազերը գա ապահովության հարցերով նախարարը սրանք բոլոր ռադիկալ մարդիկ են եւ Նեթանյահուն եթե իրենց հենքը քաշեն դինա գարավարչի Նեթանյահուի արժե մեծ տադեր կան մենք չմոռնանք Իսրայելի մեջ երկու նախագահ արդեն դատված են Էհուդ Օլմերտը Փանդերն էր հետո Բարակը Փանդներ այսինքն երկիրի մեջ ժողովրդավարություն աշխատող երկիրը ինքը մեկը լավ կինեն Նեթանյահուն այսինքն մենք կարող ենք ասել որ Միացյալ Նահանգները իր դեմքով է վերադառնում Սիրիա եւ ոչ թե տեղապահ է նշանակում Իսրայելին կամ Թուրքիային 100% նույնիսկ առաջարկ եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգներեն որ Նյու Յորքի բորսայի մեջ երեք Syrian Energy անունով ընկերություն մգազմվի ամերիկյան եւ սուրիական կորպորացիա է եւ այդտեղ հսկայական մեծ շատ հսկա քանակությամբ գազ կա գազի, պետրոլի, սիլիկոնի, ֆոսֆատի ակնհայտ է որ Թրամփը տնտեսական իմաստով շահերը տեսնելու իմաստով կգա Սիրիա բայց ուժային իմաստով Սիրիայում ինչպիսին կլինի հարաբերակցությունը գիտենք որ թուրքական բանակ կա այնտեղ Իսրայելը շահեր ունի Տեսեք Ռուսաստանը այո վերջերս ամերիկյան բանակը 2000 հոգի հայտարարած էին բայց վերջի նախագահ Թրամփ եկավ սա մենք 2000 բանակ ունենք որոնք հիմնական տեղավորված են Սուրիա հյուսիս արևելյան կողմերը քյուրդական շրջաններում մեջ իսկ 600 հոգի այդ բանակեն դեպի Իրաք տեղափոխվեցան իսկ անոր փոխարեն 300 ֆրանսիական զինվորներ մուտք գործեցին Սուրիա։ Գգարձեն որ իրենք դեռ վախտան ԻԳԻԼ-ի ISIS-ի ակտիվություն են։ Հիմա նախագահ Թրամփի եւ Շարայի հանդիպման կարևոր գեդերը մեկը փանդերու մասին է։ 9 հատ փանդ կա Սուրիա հյուսիս արևելյան մասերու վրա, որոնք գտնորեն քյուրդական ուժերը։ Հիմա համացանությամբ հնարավոր է փանդերու դնորենում անցի սուրիական կառավարության։ Իսկական քլխուցավ են ադում վտանգավոր դարեր են որ մոդարած 13-14 հազար հոգի մասին է իսկ իրենց ընտանիքներով կգազմեն 60 հազար հոգի ISIS-ը
Երբ որ մենք տեսնենք ISIS-ը ակտիվացավ, կնշանակե որ Իրանը ցերկ երգնցուծած է։ Հիմա միակ շահակրկիր կողմը ISIS-ի ակտիվության Իրանն է։ Իրանը հիմնական բարդվող կողմն է։ Իսկ մենք չվոնանք Ռուսաստանն մեծ բարդություն գրեց Սիրիայի մեջ, դաբալվող նախագահը սիրիական երկու նավահանգիստները շատ չնչին, որով շատ ստրատեգիական նավահանգիստներ են, Լատակիան ու Թարտուսը։ Արևելյան գնաց Չինաստանը մինչև այնտեղ հասնից շատ չնչին գումարներով փոխանցած էր ռուսական ընկերություններով, իսկ երբ այս կառավարությունը եկավ ամիջավև չեղարկեց պայմանակրերը եւ ֆրանսիական ընկերություններով հետ պայմանակիր կնկեցին Լատակիայի, իսկ հիմա Թարտուսի նավահանգիստի մասին բանակցություններ կան իմարատյան ընկերություններով հետ։ Պարոն Ալբան, մենք տեսնում ենք, որ նախագահ Ալ-Շարանը հանդիպումներ է ունենում, լավ հարաբերություններ ունի, տնտեսական հարաբերություններ է կապում եվրոպական երկրների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների հետ հաջողացնում պատժամիջոցների տակից դուրս գալ։ Միաժամանակ հանդիպում է նաև Ռուսաստանի ներկայացուցիչներ, առաջիններից էին Ռուսաստանի ներկայացուցիչները, Լավրովը հանդիպեց նախագահ Շարանի հետ։ Հիմա Սիրիան պրո ինչական երկիր է, կարողացել է արդեն բալանսավորել, ինքնիշխանություն ձեռք բերել կամ այդ շահերը իրար հետ համադրելով կամ հակադրելով ստանալ։ Տեսեք, Սուրիան 1046-ին անկախություն նստած Ֆրանսիայեն, մինչև 1058 Սուրիան մաքուր արևմտյան թեկում ունեցող երկիր էր։ 58-ին Սուրիա Եգիպտոս միացում կդարվեցավ, հետո 63-ին հեղափոխություն եղավ եւ Սուրիան անցավ լրիվ սովետական բլոկ։ Բայց հիմա նախկա շարա իսկապես գդրուկ անցում կդարեց տեւի արևմտյան իրենք կա խոստվեն պրոբլեմ չի կա գահանտիմի ռուսերու հետ եւ նախկա սուրիական լրատվական միջոցներ հայտարարեցին որ բացարձակ այդ ցախոտություն էր ցախորդ հանդիպում էր որովհետեւ Ռուսաստանի հետ այո տեսեք իմ հատկան հիմա նսեմացել է Ռուսաստանը օտագայանի մեջ համեմիմի ամեն մուտքը ելքը խոզարգության կենտարկվին, atkan որ ռուսերուն վրա ջնշում կա, այսինքն գնալա ռուսերը մնան Սուրիայի մեջ շատ սիմվոլիկ ցեղով։ Այսինքն ամենամեծ շահակրկիր կողմը Ռուսաստանի Սուրիա մնանեն Իսրայելն է։ Իսրայելը որովհետև Դեսեք առանց Ռուսաստան S-300-ները բերավ Սուրիա եւ երբեք չակտիվացուց եւ մենք տեսանք Իսրայելը ինչքան մտավ սուրիական օդը խախտելով ռմբակոծեց Սուրիան հիմա այդ հարցի մասին առաքին աղմուկ բարձրացած է որ այլևս վերջ տվեկած մեկին տեսնենք ինչ կլապած Ռուսաստանը հաստատ բարդողագում է հնարավոր է ռուսական բանակը օդուժը սիմվոլիկ ցևով մնա համեմի մոտագայանի մեջ բայց ոչ մեկ process-ներուն ներքին չի գնահատվի սահմանափակված է անշուտ նավահանգիստն շատ երկար ժամանակ է Թարտուսի նավահանգիստը ռուսական նավադորմին բաց էր բայց գմնա ռուսները բայց շատ սահմանակցող ձևով Սուրիան 100% վեկտորը տևի արևմուտք փոխադրել հիմա մի քիչ էլ տարածաշրջանի տերությունների մասով Սիրիան ինչ հարաբերություններ ունի Իսրայելի հետ ու ինչ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ որքանով են այս երկուսի ազդեցությունները Սիրիայում ու հաշվի առնելով որ Իսրայելն ու Թուրքիան իրար հետ խնդիր ունեն Եվ Սիրիան այստեղ որտեղ է։ Ես չեմ կարծել Իսրայել-Թուրքիա խնդիր ունեն, որովհետև նախագահ Էրդողանը վերջը AKP-ն ընդհանրապես սիոնիստական ծրագիր էր որ բերին, այդ ծրագիրը հատկանա չեմ որ Իսրայելի եւ Թուրքիան խնդիրներ ունեն, ադի ներքին շուգայի համար, ներքին սպառման համար է Էրդողանին։ Մենք չմոռանանք Ադրբեջանի մեջ հանդիպումներ դերեցան Թուրքիա-Իսրայել, ամերիկյան հորտորով։ Տեսեք հիմա դիվանագիտական գապ չկա Սիրիա-Իսրայել, չունենք երբեք։ Անոր համար է դժվարությունները, հիմա խոսքեր կան որ որ Աբրահամյան պայմանագրերը կնքվին անպայման փոխադարձ տեսփանումները իրեն ներկայացություններ կբանան գնալ տեսփանի մագարտակ չլա ներկայացությունն լա բայց Թուրքիան գսեն Թուրքիայի համար շահակրկիր գոմ է Թուրքիան որովհետև որ բոլորս տոհոպո հասնի պայմանագրերը կնքվին եւ գազամուղերը նավթամուղերը ասնին Սիրիայով անպայման Թուրքիայով անցնելու են դեպի Եվրոպա Թուրքիան դառնալու է հանգույց եւ թուրքական շուգանները բացվելու են Սիրիայի արչեւ արաբական աշխարհի արչեւ տեսեք Թուրքիան Այստեղ Իսրայելի շահերը չեն հակասում այո հաստատ հակասում են Իսրայելը անոր համար միշտ կուզեր Սուրիայի մեջ Գավին իջակը ստեղծել Իսրայելի պատկերացումը այդ է որ Բահարատի ճանապարհներում Բահարատի ճանապարհ Հնդկաստանից սկսելու է հասնելու է Դուբայեն հասնելու է դեպի Հայֆայի նավահանգիստ Այդ մեկը բայց սերնդու չէ ոչ մեկին Իդեպ Աբրամյան համաձայնագրի մասին խոսեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչը Ուիտկոֆը ասել էր որ Հայաստանն ու Ադրբեջանը եւս կարող են միանալ այդ համաձայնագրերին հավանաբար խաղաղության պայմանագրի ստորագրելուց հետո սա ինչ-որ բան կտա Ադրբեջանը արդեն իր տեսփանությունը չունի Ադրբեջանը միշտ զգուշ է այդքան որ սերտ գաբեր ունի բայց Ալիևը միշտ գվախտեսեք որ Ադրբեջան Իսրայել հանդիպումներ լան մինիմում գլա Ալիևը ճուզեր երևի որ
իսլամական աշխարհի ռեակցիան իր վրա չի վերցնի։ Միշտ ինչ որ ուրիշ երես կուղարկի։ Իսկ ես կողմնակից եմ, որ Հայաստանը սկսի ակտիվացնել իր հարաբերությունները Իսրայելի հետ։ Մենք ասկե միան մենք վնասած էինք։ Տեսեք, մենք ինչքան մեծ խնդրեմ ունենք օրինակ Երուսաղեմի գովերու Բարդեզի հարցով, Բադրիակարանի հարցով։ Մենք փորձեցինք կարծես, բայց չստացվեց։ Ինչու՞։ Փորձեցինք, չեմ դեր իշխանությունները պետք է ավելի խորան։ Պատերազմից առաջ փորձեցինք դեսպան նշանակեցինք։ Այո, գիհիշեմ, դուրս հետո տեսանուդունը փակվեցավ, այսինքն ես չեմ գիտեր, պետք է ավելի խորացնենք Իսրայելի այդ երկիրը, չէ որ մենք հարաբերությունները խզենք։ Օրինակ շատ լավ էր Բաղեստին բելությունը ջանցավ Հայաստանի հարաբերությունը։ Մեզ ինչ մի դար մեկը չեմ գիտեր, արաբական աշխարհը ձապահարեց, իսլամական աշխարհը ձապահարեց, բայց այնտեղ մեծ խաղացող է դարաշրջանային Իսրայելն է։ Պետք է մենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ ակտիվացնենք, տեսակ ինչպեսի Մադագարարում կա Իսրայելն թեպի Ադրբեջան, ամբողջ զինամթերքը իսրայելյան եւ պատկերացեք Ադրբեջանի 40% գազին Իսրայել գերտա։ Եվ այդ գազի փոխարեն, նավթի փոխարեն զինամթերք կվերցնի, ասպիսի խսերտ հարաբերություններ են Իսրայելի եւ Ադրբեջանի։ Մենք կարող ենք հիմա նույն ձև հարաբերություններ հաստատել Իսրայելի։ Հիմա դեսեք հիմա որ Թուրքիայի մեջ իբիչայլոց փեկական լուզարվեցավ, այդ մեկը շատ զորավոր ցեղով պիտի անդրադառնա Իսրայելի վրա, որով Իսրայելի համար հիմնական երկար ցերկը դարաշրջանի մեջ փեկական էր։ Իսկ այսպես փեկակայի լուզարումով Թուրքիայի հետ այդ հարցերը որոշ հարթեցման պիտի երթան, Իսրայելը այդտեղ մեծ ուժ պիտի գործընծնի եւ Իսրայելի եւ այդ մեկը Ադրբեջանի վրա աստելու է։ Այսինքն Օջալանի կողմից փեկական լուծարելով Իսրայելի դիրքերը Սիրիայում։ Այո, որովհետեւ փեկական շատ ակտիվ ցեվով օգտագործվող էլեմենտ էր այդտեղ փեկականի, որ ես մեկի մա չի գա արդեն անպայման որովհետև Իսրայելը գերազեր Թավիթի միջանցքով հասել մինչև քուրդական շրջաններ, իսկ երեք որ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ հանդիպեցավ նախագահի հետ Սուրիայի միասնության մասին հայտարարություն կատարեց, այդպես հաստեղ բոլորը պետք է իրենց հաշիվները մեկ հատ վերանային իրենց հաշիվները։ Հետևաբար պարոն Նալբան Թուրքիայի դիրքերն են ուժեղանում կարող են։ Թուրքիայի դիրքերը նաև այդ Օջալանի խնդրից էլ ձեռքերը ազատեցին։ Տեսեք, Թուրքիայի համար մեծ խնդրեմ է Սուրիայի հյուսային կողմերը դե ֆակտո առաջացած ուժը, որը 60-70 հազար է։ Թուրքիայի ազգային ապահովության ամենամեծ վտանգները մեկն էր այդ մեկը։ Քուրդական ուժերը իհարկե։ Հիմա այս մեկով հնարավոր է թուրքական զորքերն Սուրիայից դուրս գան։ Ամեն ինչ հնարավոր է։ Տեսնենք, բայց մենք եթե տեսնենք PKK-ի ինքնալուծարման հայտարարությունը մեջ այդքան վտանգավոր ագանաբադ բաներ կան, որ Լոզանի պայմանագրի մասին չեղարկելու մասին գխոսին այդտեղ քուրդական 100 տարվա ցեղասպանության մասին գխոսի PKK-ն, այդքան էլ հոմոգեն է Թուրքիայի մեջ չէ ընդունված այս մեկը։ Պարոն Նալբան, ես տեսա թուրքագետներից մեկ հայ ասում էր այսպիսի հայտարարություններ Օջալանը եւ PKK-ն բազմիցս արել են։ Եվ արդյոք իրոք կհասնի։ Տեսեք, ես այդքան թերահավատ եմ, նայեցեք, առաջին փորձը 1990-ներուն եղած է Թուրգուտ Özali ժամանակ։ Ցախորտյան մատնվեցավ։ Երկրորդը մենք չմոռանանք 2013-ին սկսավ Օսլոյի գործընթացը սկսավ 2015-ին ինչ որ թուղթ ստորագրվեցավ, բայց վերջը թուրքական հասարակությունը շատ ուժեղ ռեակցիա տվավ, Թուրքիայի մեջ ընդդրություններ տեղի ունեցան, ԱԿՊ-ն փոքրամասնություն եղավ, մենք վերջը գիշենք ինչպիսի բաժնումներ տեղի ունեցան, Թուրքիայի մեջ շուտ ընդդրություն տեղի ունեցավ, պատկերված ասկային շարժումը միացավ նախագահ Էրդողան եւ մինչեւ այսօր այդ տաշինքը գշարունակի Թուրքիայի մեջ։ Ես թերահավատ նորեն կմոդենամ ճիշտ նստած հարցին, որովհետեւ Թուրքիայի մեջ հոմոգեն չեն ընդունված մեկը, բայց հետաքրքրական է թուրքական ընդդիմության ղեկավարի դիրքորոշումը, որը շատ բան գսեմեզի գոմնագից են ասմեկը, բայց ժողովրդավար բանի դակ երթիքի դակ լուծի պարլամենտի մեջ։ Իսկ Թուրքիային ասկային շարժում են ազանցված անչադված ուժերը երկու գուսակցություն կա ԻԻ партին եւ Զաֆերը շատ մեծ ռեակցիա կուտանգսեն նույնիսկ մեր թիակներու վրայով Օջալանը գմեն թուրքական պարլամենտ։ Ես կգարձեմ այսալ պիտի ցախորտյան մատնվի, այդքան էլ հույս չունիմ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իր բոլոր զանրագշությամբ չջնշե, գարձեմ որ ցախորտյան կմատնվի այս մենա հերանագար չկա, որովհետև Էրդողանի համար հիմնականը դե ֆակտո ընդրություններու ծամաություն փոխելն է 360 TV հասնելն է երրորդ անգամ, որ ինքը վերարտադրվի եւ ատկեվը իրեն չէ դա կրկրել։ Մյուս ընդրություններն ինչ տեղի ունենան։ Իսկ քուրդ ընդրողներն ալ, ասենք այդպես հոմոգեն չեն ընդունած, որով գիտեն Էրդողանի սուդերը։ Նույն ժամանակ որ Էրդողանը հանդիպեին քուրդական Օջալանի խմբագին հետ, PKK-ի հետ, երկու քաղաքներում մեջ, օրինակ Վանի մեջ
Մարտինի մեջ քաղաքավետները, որ ընդրված էին քյուրդական գուսակցություններ, հոգապարծություն նշանակեցին։ Իսկ Ստամբուլի ամենամեծ շրջանները մեկուն Էսեն յուրդի քաղաքավետը, որ ջեհեպե, այսինքն հանրապետ ժողովրդի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, բայց քյուրդ էինքը մարդուն ցերպակալեցին եւ բանտերին։ Այսինքն այդպես հոմոգեն չեն տնած քյուրդ ընդրավ զանգվածն արած մեկը։ Ես կգարտեմ, որ ինչ որ իրենք կբատկերացնեն, չի հասնել հաջողությանց զինաթաթարը։ Եվ նայեցեք շատ ուշադրություն։ Չի լուծավի պետականի վերջում։ Սեհական երևի թուղթի վրա լուծարվեր է։ Իսկ պետական օրինակ Իրանի մեջ PKK-ի միշտ ջուղը կա Փեժակը Փեժակի մասին ոչ մեկ խոսք, Փեժակի զենքի մասին ոչ մեկ խոսք։ Իսկ Սուրիայի մեջ YPG-ն կա, PYD-ն կա, ասոնք բոլորը PKK-ի ազանցված մարմիններ են, ասոնց մասին ոչ մեկ խոսք, ոչ զենք հանձնելու մասին, ոչ լուծարման մասին, երևի թոս փչելու քաղաքականություն է։ Ում աչքերին են փորձում թոս փչել։ Քյուրդերու որոշ հանգրվա ժողովուրդ, որոշ խավի, ես կգարձեմ, որ նախընտրական ինչ-որ բան։ Նախընտրական է սահմանություն փոխելու խաղը, այսպես որ չի անցնելու։ Եվ հայ-սիրիական հարաբերությունները ունեն։ Հայ-սիրիական հարաբերությունները ես շատ կսավին, որ Ադրբեջանը եթե մեկնային ինչպիսի ակտիվությամբ մտած է Ադրբեջանի անցյալ շաբաթ էր փոխ վարչապետը հանդիպեցավ նախագահ Շարայի հետ, Սոկարը գուզե ամեն գործ գտնեն, որ Սոկարը Սուրիայի մեջ խոսք ունենա, բայց Սուրիայի կառավարությունը շատ բան է վերաբահումով գմուտենա այդ հարցերուն, իրենք շատ չեն ուզեր սուրիացիներն խոսքի պատը չեն սիրել թուրքերուն։ Սուրիայի մեջ անտիպաթիա կա թուրքական քաղաք, այսօր ես խոսեի Սուրիայի քաղաքական կորուստների հետ, գսեմ մենք շատ վերաբահումով կմտնենք Թուրքիայի այս հարցերուն մոդեցություններուն, բայց ես ալ պատահեցի, որ ասենք ատկանալ գարավար իշխանությունները թուրերը չեն պատած թուրքերուն, օրինակ թուրքական ապրանքները, որ Սուրիա պիտի ներմուծվին, բավական բարձր հարգեր նշանակեց Սուրիան, որ սուրիական ապրանքը մրցակցության չմտնի թուրքական ապրանքի հետ, սուրիական ապրանքը, իսկ սուրիական դեսեք ես ստեն հոգորտորեմ նախորդ գար մարտասիրական ագանազերծման խումբ կար մեր մոտ։ Չնայած ռուսական կոնտինգենտի դակ աշխատեին, ես շատ խայդարակ ձևով մուտք կգործեին Սուրիա, Սուխոյ Զակոնով համեմիմեն, բայց հիմա լրիվ փոխվեր է Սուրիա, մենք ամեն օր գլսենք, որ Սուրիայի տարբեր շրջաններում մեջ, հատկապես Էդլիբի մեջ, հյուսային կողմերու մեջ օրական մահեր կան, զոհեր կան ագաններ են։ Ես կհորդորեմ մեր իշխանություններուն, որ ետաս մարտասիրական գործակետերը ակտիվանա, որովհետև շատ մեր անդրացած կունենանախ մեր պրեստիժի վրա հայկական տրոշի տակ մտնեն սուրիական կառավարությունը միան գողջունի այդ մեկը եւ դեղի մեր քաղաքին մտածելով մեր համայնքը դեսեք ատկան մեծ հորիզոնները պիտի բացի որ ոչանե որ խոհվատները սկսին անցնել Սուրիայի, Կատարի, Սաուդի Արաբի, Իմարատի գազերը անցնին Թուրքիայի դարածքով մեր համար ալտերնատիվ է ռուսական գազին միանալը բարձիտ արաբական ծոցի գազին 300 կիլոմետր արդեն Քայսերիի մոդով անցնելի է, Քայսերիեն դեպի հայկական սահման 350 կիլոմետր է։ Մեզ համար իսկապես ալտերնատիվ է միջերկրականի խողովակաշար, հա, ոչինչ, գա մարդիկ ընկերություններ կան, որ այդ ներդրումները գնեն։ Եվ մի քանի ամիս առաջ Սիրիայում տեղի ունեցան անգամ մինչև ցեղասպանության տարեր հիշեցնող էթնիկ զտումներ, սպանություններ, կանանց երեխաներին էին թիրախավորում, չզինված մարդկանց, իշխանությունները նշում էին, որ դա ուղղակի մաքրում են աբեկչական ինչ-որ տարերից կամ խմբավորումներից զինված խմբավորումից հիմա ինչ տեղի ունեցավ ու արդյոք ավարտված են այդ։ Հա, ցեղասպանությունները դեռ թուրքական միտի մադը խառն եմ, հենց այդ օդար զինյալներու մասին է խոսքը եւ բայց կառավարական ուժեր էին կարծես նաև ներգրավված։ Կառավարական ուժեր էին ներգրավված։ Կառավարական ուժեր երբեք այդպեսի բանի չեն մտներ հատկապես որովհետեւ Սուրիայի նախագահին վրա բիդակ կա տերորիստական։ Այդ մարդը ընդհանրակը մեկ օրվա մեջ հազարներով մարդ հավաքեցավ եւ կացին դատակյայի մեջ որ ցեղասպանության վերջ տան նույնիսկ դաբալված ռեժիմին ծերնդույա պիսի ցեղասպանություն կատարել իրենք չմոնան ցեղասպանությունը նույնիսկ անմիջապես հայտարարություն դարացին ենք որ մենք միջազգային ապահովություն գուզենք միջազգային ուժեր թողան եւ ալևիներուն պաշտպանեն հիմա այդտեղ մութ բան եղավ իմիջայլոց հանձնաժողով կազմվեցավ պետք է մեկ ամսվա մեջ ներկայացնեին մեղավորները արդյունքի չհասան կոնկրետ արդյունքներու 6 ամիս խնդրեցին իշխանություններն իսկ իշխանությունը առանց երկարացնելու ժամկետը 3 ամսվա ընթացքին պետք է մեզ դուք դեղեցությունը դակ մենք կորձ ենք հարցը հայուցելու
որովհետև Սուրիայի կառավարությունն հոհիմար չեն իրենք ցեղասպանություն գդարին, որ իրենք այդ մեկ են գդարաբին։ Բայց ասում էին, որ ալևիները ապստամբեր են իշխանությունների դեմ, իրենք էլ մաքրում են։ Առաջինը եթե մենք իսկապես հարցին նայենք, առաջին ալևիները սկսան։ Մեկ օրը 70 զինվոր սպանեցին։ 70 զինվոր սպանեցին։ Բայց ամեն դեպքում խաղաղ բնակիչներ էին։ Խաղաղ բնակիչները սպանվեցան, այդտեղ արեցուց պրովոկատորներ իրենց գործերին։ Օդար ուժեր, չեչեններ կան, ույգուրներ կան, թուրքեր կան։ Այդ մարդիկը իսկապես պետք է դուրս գան այդ ուժային գարույցներեն եւ եթե պիտի մնան Սուրիա առանց ոչ մեկ ոչ ներքին գործերու մեջ գործ ունենան ոչ այլ ուժային գարույցներու մեջ պիտի ապրին թողաբին Սուրիայի մեջ թող դան իրենց քաղաքացիություն իրենք արդեն 15-20 տարի արդեն Սուրիայի մեջ են ընտանիք ունին զավակներ ունին բայց ոչ մեկ պետք է խով չունենան աբակայի մեջ Սուրիա հատկապես ապահովական հարցերու մեջ Շնորհակալ եմ պարոն Նալբանդ։ Ես եմ շնորհակալ։ Civic-ի եթերում զրուցեցինք Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ քաղաքական վերլուծաբան Հակոբ Նալբանդի հետ տեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։